Պարոն Սարգսյան, դուք ինձ դեռ չեք զանգահարել։ Վահան Միրաքյանը Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններից է։ Քաղաքապետարան ուղարկած նամակի պատասխանը դեռ չեն ստացել։ Ասում են, քաղաքապետարանի մշակույթի եւ туриզմի վարչության պետ Գոշ Սարգսյանն ասել է. «Մենք ձեզ կտեղեկացնենք»։ Մենք շատ ենք ուզում աշխատել, այսօր էլ շատ ուզում ենք աշխատել, զորոտ։ Ուզում ենք այդ երեխեքի աչքերի մեջ նայենք, այդ հեքիաթը այսօր լավ երեսկուհին եւ հրեշը հեքիաթներին կոստորեն հրեշը մնաց։ Երեսկուն Այսօր բեմին են, բայց ոչ պլանավորված ներկայացումներով։ Խաղացանկը երեկվանից չեղարկվել է։ Դերասանը նշում է, քաղաքապետարանից մի հանդիպում են ուզում նախկին տնօրեն Էմին Թորոսյանի մասնակցությամբ, հասկանալու ինչու են նրան ազատել աշխատանքից եւ ինչ է սպասվում առաջիկայում։ Քաղաքապետարանից պարզաբանում են, մայիսի 12-ին հրավիրել են հանդիպման։ Դերասանները չեն գնացել։ Առաջարկը եղել է ինձ անձամբ։ Ես հանդիսանում եմ Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան։ Պատանի հանդիսատեսի թատրոնը այդ ընթացքում ունեցել է տնօրեն, մինչև այսօր ունի գեղարվեստական գծով պատասխանատու, ունի փոխտնօրեն, ունի գեղարվեստական խորհուրդ եւ այս որևէ մարմնին չի ուղարկվել պաշտոնական հրավեր, որպեսզի ժամանենք Երևանի քաղաքապետարան։ Ես չունեմ այդ ատոնությունը, որպեսզի ինձ արված որևէ անձնական հրավերով կազմակերպեմ մի ամբողջ թատրոնի ներկայություն Երևանի քաղաքապետարանում։ Տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատարի հետ խնդիր չունեն։ Ասում են, Աշտարակի թատրոնի գեղարվեստական ղեկավար Գոռ Մարգարյանը լավ ռեժիսոր է, թե ինչպիսի ղեկավար կլինի, չգիտեն, բայց իրադարձությունների մեջ դերասանները ձեռագիր են տեսնում։ Ասում են, 6 տարվա ընթացքում 3 թատրոններում նման դեպքեր եղել են։ Փոխվել է ղեկավարը, փակվել է թատրոնը։ Հիմա իրենք էլ չեն ուզում Համլետի լինել-չլինելու խնդիրն իրենց գլխին կախվի։ Թորոսյանի հեռացման բացատրությունը դերասանները գիտեն, ասում են հրավիրատոմսերի համար են հանել։ Եռամսյակում մոտ 1200 հատ տոմս տվել են սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամություն ունեցողների եւ այլ խմբերի։ Քաղաքապետարանը հստակ չի նշում պատճառը։ Մեկ ներկայացման համար թատրոնը իրավունք ունի բաժանելու 20% հրավիրատոմսեր։ Վաճառված տոմսերի 20%-ը։ Մեր ընդհանուր եռամսյակային հրավիրատոմսերի քանակը կազմում է 1200 հրավիրատոմս, ինչը համապատասխանում է 9.6%-ի մեր ծանրաբեռնվածության համեմատ։ Ռեժիսոր Դավիթ Հարությունյանի պնդմամբ հրավիրատոմսերի պատմությունը փաստաթղթավորված է, բայց երկամսյա աուդիտից հետո քաղաքապետարանից հենց դա են խնդիր համարել։ Այլ տեղ է խնդիր տեսնում Հարությունյանը։ Ասում է, Թորոսյանին առաջարկել են ավելի բարձր պլան սահմանել թատրոնի ներկայացումների եւ զբաղվածության մասով, չի համաձայնել։ Հիմա դուք այնպիսի պլան եք դրեք, դա հրեշավոր է, դա չի կարող լինի ոչ մի աշխարհի ամենաուժեղ տնօրենին էլ բերեք ստեղ, աշխարհի ամենահզոր ռեմոնտն էլ անեք ստեղ, չգիտեմ, ինքնաթիռներ իջնեն բեմում, չգիտեմ, օձեր դուրս գան, այդ գեղագիտական իրանց ուզած չգիտեմ ինչ է, չի կարողանալու ապահովել այդ պլանը։ Քաղաքապետարանի պարզաբանմամբ գեղարվեստական բովանդակության վերանայման եւ ստեղծվող մշակութային արտադրանքի արդի պահանջներին համապատասխանեցման ծրագիր են իրականացնում։ Նշում են, նոր թափով կշարունակվի թատրոնի շենքի հիմնանորոգումը։ Նախորդ թափով նորոգման արդյունքն այս տեսքն ունի։ Աշխատակիցներից պատմում են, իրենք են պոլիէթիլենով փակել պատուհանը, որ ցուրտը քանդված լուսամուտով ներս չմտնի։ Փոխարենը թատրոն անորոշությունն է մտել։ Սիմոն Հովանեսյան, Ստեփան Տիգրանյան, Ռենյուզ Արմենիա։